Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր արդեն մայիսի 9-ն է, տոնական օր է, այսօր նշվում է արդեն հաղթանակի 80-ամյակը, բավականին կարևոր հոբելյանական օր է, ինչպես նաև այսօր Շուշիի ազատագրման օր է, դա ևս մեր պատմության մաս է, կարևոր օր է մեզ համար և կապ չունի, թե այսօր ինչ իրավիճակում է գտնվում Արցախը, այն հավերժ կմնա մեր պատմության մեջ որպես Շուշիի ազատագրման օր և հետևաբար երկու օրերն էլ չափազանց կարևոր են մեր ժողովուրդների համար։ Մենք գիտենք, թե ինչ մեծ գին է վճարել հայ ժողովուրդը ֆաշիզմի դեմ տարած այդ հաղթանակի համար։ Սկսենք Հայաստանին վերաբերող լուրերից, կարևոր հարց ունենք քննարկելու և ամենամտահոգիչ հարցը հիմա այն է, որ Ադրբեջանը կրկին փորձում է լարել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, կրկին կրակում է Սյունիքի ուղղությամբ և այդ կրակոցները թիրախային են հստակ և այդ կրակոցների ընթացքում խնածախ բնակավայրի ուղղությամբ կրկին վնասվել է բնակելի տուն։ Դուք գիտեք մեր երեկվա հաղորդումը, որ մենք սխալ էինք համարում Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան, բայց կայացած փաստերի վրա այլևս չեմ ուզում կենտրոնանալ, քանի որ անիմաստ է խոսել մեկ բանից, որը որ արդեն տեղի է ունեցել։ Ուղղակի խնդիրը այն է, որ հիմա այդպիսի լարվածությունները կարող է ավելանան հայ-ադրբեջանական սահմանին։ Ես դա չեմ բացառում և երեկվա մեր հաղորդումն էլ հստակ դրա մասին էր խոսքը, այսինքն մեր ակնարկը հստակ դրա մասին էր։ Սակայն հիմա պետք է մտածել, թե ինչպես կարելի է գոնե ինչ-որ չափով մեր արևմտյան դաշնակիցների մոտ մեղմել իրավիճակը։ Դա լինելու է շատ դժվար, չափազանց դժվար, բայց անհնարին ոչինչ չկա։ Դա շատ կարևոր է նշել, որովհետև որ մենք երբեմն խոսում ենք այն ձևով, որ վերջ այլևս ոչինչ չենք կարող անել, բայց կարծում եմ կա ելք և հիմա տեսնենք, թե այդ բալանսավորման քաղաքականությունը ինչպես է բալանսի բերելու Հայաստանի և Եվրամիության, Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները, եթե իրոք բալանսավորվում է և կարողանալու է բալանսավորել այդ քաղաքականությունը, ես միայն ու միայն կողջունեմ։ Ինչպես մենք քննադատում ենք, այնպես էլ ասում ենք դրականի մասին, քննադատությունների մասին խոսում ենք, քանի որ ցավ ենք ապրում, բայց շատ ավելի լավ կլինի, որ միայն դրականից խոսենք, միայն գովաբանենք, քանի որ մենք բոլորս էլ ուրախ կլինենք, երբ որ ինչ-որ լավ բան է տեղի ունենում մեր շուրջ։ Հետևաբար լավին լավ ենք ասում և վատին վատ, բայց ուզում ենք, որ ընդհանրապես այդ վատերը և սխալ քաղաքական քայլերը նվազեն և հասցվեն մինիմումի։ Հիմա կարևոր և ճիշտ մեկ այլ քայլի մասին, որը որ իրականացնում է Հայաստանի իշխանությունը, դա վերաբերվում է մայիսի 12-ին Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Արմեն Գրիգորյանի այցին Հնդկաստան։ Չափազանց կարևոր այց է, որտեղ որ նա հանդիպելու է իր Հնդկաստանի գործընկերոջ հետ։ Հասկանում եք, չէ՞, որ այս այցը այն էլ այս պահին, երբ որ այսքան լարված է իրավիճակը Պակիստանի և Հնդկաստանի մեջ, լարված էլ չի, ասեմ, որ պատերազմական գործողություններ են, ուղղակի լայնածավալ դրանք պատերազմական գործողություններ չեն, երկու կողմից հարվածներ են դեռևս իրականացում լավ պատրաստված հարձակումներ և ահա այս ժամանակվա ընթացքում նրա այցը չափազանց կարևոր է։ Երեկ նաև հայտնի դարձավ, որ Հնդկաստանը ընդհանրապես արգելք է դրել ադրբեջանական ապրանքների վրա, Ադրբեջանը հստակ աջակցել է Պակիստանին, Թուրքիան հստակ աջակցել է Պակիստանին և Արմեն Գրիգորյանի այցը Հնդկաստան մեզ համար կարևոր է նրանով, որ Հայաստանը այս այցից կկարողանա ստանալ առավելագույնը և հստակ կցուցադրի Հնդկաստանին, որ Հայաստանը կարևոր գործընկեր է և կանգնած է Հնդկաստանի կողքին։ Դրանից մենք միայն ու միայն կախելու ենք, դա միանշանակ և ահա այս քայլը, չափազանց կարևոր քայլը ես միանշանակ ողջունում եմ։ Ասեմ, որ սիրելի հայրենակիցներ, մեր աշխատանքը շատ կարևոր արդյունքներ է տալիս, դուք ինքներդ կարող եք դրա մեջ համոզվել, մեր վերլուծական աշխատանքը հասնում է իր կարևոր արդյունքներին, մենք կարևոր դերակատարություն ենք սկսում ունենալ Հայաստանի քաղաքականության մեջ, սկսենք զբաղվել գովաբանություններով, դուք ինքներդ կնկատեք այդ փոփոխությունները, ուղղակի մեկ հայտարարության վրա ձեր ուշադրությունը սևեռեմ, ես այսպիսի նման հայտարարություն արել եմ
օրեր առաջ, խոսքը հիմա Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին է, որը որ վերաբերվում էր հիբրիդային պատերազմին ընդդեմ Հայաստանի, Մարգարիտա Սիմոնյանի այն հայտարարությանը, որով որ նա ասում էր, որ եթե Ռուսաստանի եւ Հայաստանի միջև հարաբերությունները վատանան, Ռուսաստանի տխուր կլինի, բայց Հայաստանը ընդհանրապես չի լինի, հիշում եք այդ ժամանակ ես խոսել եմ եւ ինչ եմ ասել, նույն ժամանակ հարկանք արտահայտելով ռուսական մշակույթի նկատմամբ, հստակ տարանջատելով Ռուսաստանի իշխանություններին, պրոպագանդիստական այդ մեքենան, որի ղեկավարներից մեկը նաեւ Մարգարիտա Սիմոնյանն է, ռուս ժողովրդից եւ ռուսական մշակույթից։ Հաստատի նույնն է ասել նաեւ Ալեն Սիմոնյանը, նա հստակ ասել է, որ ինչ վերաբերվում է Հայաստանի իշխանությանը, թե ով է Հայաստանի ղեկավար, ովքեր են падգամավորներ, անձամբ իրեն էլ են վիրավորել, դա էլ է ասում, դա ժողովուրդն է որոշելու, Հայաստանի ժողովուրդը 26 թվականին եւ ռուսաստանցի падգամավորներ, ինչ որ բլոգերներ, քաղաքական գործիչներ, այսինքն ոչ ոք իրոք իրավունք չունի որոշելու, թե Հայաստանում ինչ իշխանություն է լինելու եւ իրենք իրավունք էլ չունեն քննադատելու Հայաստանի իշխանություններին իրենց վարած քաղաքականության համար։ Եվ շատ լավ է, որ Ալեն Սիմոնյանը կոնկրետ այս մասին է խոսում եւ այս ձև է խոսում։ Եվ նա հստակ ասել է, որ ես ոչ մարիոնետ եմ, ոչ էլ ռուսական շպիոն եմ։ Իսկ այս հայտարարությունները շատ ցավոտ են անցալվում Ռուսաստանում Մարիա Զախարովայի եւ մյուսների կողմից, դրանք չափազանց ճիշտ են, բայց նույն ժամանակ երևի թե հիմա դրանք արվում են նաեւ այն նպատակով, որ մեղմ են Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստանի Դաշնություն, մնացածի հետ լրիվ համաձայն եմ Ալեն Սիմոնյանի հետ, նրա բոլոր գնահատականները ճիշտ են եւ այն գնահատականները եւս, որ իրենք փող են բերել Հայաստան, փող են բերում Հայաստան ցանկացած երկրից էլ կբերեն փող, բայց երբեք ստրատեգիական օբյեկտները չեն հանձնի որևիցե երկրի կամ Ռուսաստանի Դաշնության, ինչպես դա անում էր օրինակի համար նույն Ռոբերտ Քոչարյանը։ Դա եւս չափազանց կարևոր հայտարարություն է եւ այդ հայտարարությանի հետ ես եւս համաձայն եմ։ Ուղղակի եթե տնտեսական ուղղությունը վերցնում ես միայն Ռուսաստանի Դաշնության վրա, միանշանակ կարող է լուրջ խնդիրներ ունենաս, քանի որ կախվածություն է ստեղծում, լուրջ մեծ կախվածություն է ստեղծում մի երկրից, այն էլ ինչ երկրից, որը որ միանշանակ չի ցանկանում, որ դու հաջողության հասնես քո ինքնիշխանությունը եւ պետականությունը ամրացնելու գործում։ Պատահական չէ, որ ես կապեցի այդ կրակոցները Նիկոլ Փաշինյանի մեկնելու հետ Ռուսաստան, ճիշտ է 1 օր առաջ է դա տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի մեկնումից արդարության համար պետք է դա էլ ասենք, բայց արդեն կարծես այդ հայտարարությունը կար հստակ, որ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Ռուսաստան եւ Իլհամ Ալիևը չի մեկնում Ռուսաստան եւ դա շատ բաներ փոխում եւ այդ կրակոցները կարող է շարունակվեն եւ ավելանան, սա ցավով եմ նշում, բայց ճիշտ դիվանագիտական քայլեր, հայտարարություններ, գործողություններ իրականացնելով այնուամենայնիվ կա հնարավորություն իրավիճակը կարգավորելու, այսինքն Ադրբեջանի նախագահը հիմա հստակ հասկանում է, որ սա իր համար հնարավորություն է եւ եթե ինքը կրակի հայ-ադրբեջանական սահմանին, ապա դժվար թե իրեն այդքան ակտիվ սկսեն քննադատել նույն եվրոպացիները, ովքեր որ միանշանակ հիմա զայրացած են լինելու Հայաստանի Հանրապետության իշխանությունների վրա։ Ամեն ինչ կարելի է ուղղել, քանի որ դա արդեն տեղի է ունեցել, դրա համար եմ սա ասում, անհնարին բան չկա, անհնարին է, երբ որ մարդը մահանում է, արդեն անհնար է մարդուն վերակենդանացնել։ Մնացածի մասով ես կարծում եմ, որ ամեն ինչ հնարավոր է, բայց բավականին լուրջ եւ դժվար ջանքեր է պետք գործադրել այդ ամենի համար։ Միջայլոց ուկրաինացիները առաջիններից մեկն էին, որ նկատեցին, որ Իլհամ Ալիևը չի այցելում Մոսկվա եւ արդեն իրենց դեսպանը Ադրբեջանում շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին։ Դա եւս չափազանց կարեւոր է, որ մենք հասկանանք, Ուկրաինան մեծ այսօր նշանակություն եւ ազդեցություն ունի Եվրամիության երկրների վրա եւ պակաս ազդեցություն ունի նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքականության վրա։ Իշտե ամբողջ աշխարհով օգնում են Ուկրաինային, ամենախոցելին Ուկրաինան է, բայց նույն ժամանակ քաղաքական կշիռը ամբողջ աշխարհում, ամբողջ քաղաքակիրթ աշխարհում շատ մեծ է Ուկրաինայի եւ այս առումով ես կարծում եմ, որ մենք նաեւ շատ կարեւոր է որ աշխատենք ուկրաինացիների հետ։ Վերջում կանդրադառնանք Հնդկաստանի եւ Պակիստանի միջև տեղի ունեցողից։ Կարծում եմ դա հիմա ամենակարևոր հարցն է, բայց հիմա սկսենք նրանից, թե ինչ է կատարվում
Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև երեք Դոնալդ Թրամփը մի քանի հայտարարություններ է արել, հեռախոսազրույց է ունեցել ինչպես Զելենսկիի, այնպես էլ նոր ընտրված կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ, Գերմանիայի կանցլեր։ Ես դրանից բացի կարևոր հայտարարություններին հնչել, ինչպես արդեն նշեցի, Ռուսաստանից Ուշակովը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև միշտ էլ ընթանում են բանակցությունները, Ռուսաստանի Դաշնությունը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները գնում են այն ուղով, որ արդեն երկրի ղեկավարները պետք է հանդիպեն միմյանց, դրանից բացի նա ասում է, որ Մոսկվան ավելի շատ է հիասթափված Ամերիկայի Միացյալ Նահանգների քայլերից, քան Ամերիկայի Միացյալ Նահանգները Ռուսաստանը։ Սա էլ այն բանի համար է ասում, քանի որ մենք տեսնում ենք լուրջ դերգողություն Դոնալդ Թրամփի կողմից Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, հիմա ասում է, որ մենք ձեզանից ավելի շատ ենք նեղեցած, մենք ավելի շատ ենք նեղված ձեզանից, դա էլ ինչ-որ ձև էլի հոգեբանական պրակտիկա է, որը որ օգտագործվում է քաղաքականության մեջ, բայց չեմ կարծում, որ ինչ-որ իմաստ ունի այդպիսի հայտարարություններ անելը մեծ հաշվով։ Եվ ինչպես ասացի, արդեն կարևոր հայտարարություններ արել նաև Ֆրիդրիխ Մերցը եւ ասել է, որ անվտանգության երաշխիքներ Ուկրաինային պետք է տա Ամերիկայի Միացյալ Նահանգները, ինչպես նաև Եվրոպան։ Բայց նույն ժամանակ նշել է, որ Գերմանիայի զինվորականները ուղարկելու հարց չի քննարկվում Ուկրաինա։ Դրանից բացի, ինչպես արդեն նշեցի, Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ, եւ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ մենք պատրաստ ենք 30 օրյա հրադադար հաստատել այսօրվանից Ռուսաստանի Դաշնության հետ։ Ինչպես նաև Ուկրաինան պատրաստ է բանակցություններ վարել ցանկացած ձևաչափով։ Ու ինչպես արդեն նշեցի, հեռախոսազրույց ունեցել նաև Դոնալդ Թրամփի եւ նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցի միջև եւ նրանք համաձայնվել են, որ կռիվը պետք է դադարեցվի անհապաղ, այսինքն Գերմանիան եւս համաձայն է Դոնալդ Թրամփի հետ եւ աջակցում է Դոնալդ Թրամփի այն պահանջին, որ ռազմական գործողությունները ընդդեմ Ուկրաինայի պետք է անհապաղ դադարեցվեն։ Սա եւս շատ կարեւոր է, քանի որ մենք գիտենք, որ լուրջ հակասություններ կան Գերմանիայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև, բավականին լարված է իրավիճակը եւ այդքան էլ լավ հարաբերություններ փաստացի չկան այս պահի դրությամբ, բայց լավ է, որ արդեն հեռախոսազրույցը տեղի ունեցել դաշնակից երկրների միջև եւ Գերմանիան եւս աջակցում է Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրին, դա չափազանց կարեւոր է։ Եվ ինչպես գիտեք, այդ հրադադարի ռեժիմը Ռուսաստանի կողմից, որը որ հայտարարել է Վլադիմիր Պուտինը, ասելով, որ դա ուղղակի հումանիտար ակցիա է, այս տոնական օրերի ընթացքում, բայց նույն ժամանակ Ուկրաինայի արտգործնախարարությունը հայտնում է, որ արտգործնախարարը, որ դա չի համապատասխանում իրականության, ռուսական զորքերը փորձում են կրկին շարունակել իրենց հարձակումները, այսինքն ռազմական գործողությունները երեք ընթացել են, այսօր չգիտեմ, տեղեկություն չունեմ, բայց այդ հայտարարությունը կա, որ հրադադար հայտարարելուց հետո ռուսական զորքերը չեն դադարեցրել ռազմական գործողությունները Ուկրաինայի ուղղությամբ։ Հիմա գանք ամենակարևորի մասին իմ պատկերացմամբ միջազգային բնականաբար իրադարձություններից հիմա ամենակարևոր հարցը այն է, որ ինչ է տեղի ունենում Հնդկաստանի եւ Պակիստանի միջև եւ ըստ CNN-ի մայիսի 7-ին այդ հրթիռային հարձակումից բացի օդ էին բարձրացվել ինքնաթիռներ երկու կողմից։ Օդում եղել են 125 ինքնաթիռներ Պակիստանի եւ Հնդկաստանի կողմից եւ 160 կիլոմետր հեռավորության վրա հրթիռներ են արձակել, ոչ մի ինքնաթիռ չի հեռացել իր օդային տարածքից, բավականին լուրջ մեծ օդային մարդ է տեղի ունեցել, ցավոք այդ օդային մենամարտի ընթացքում Հնդկաստանը կորցրել է 5 ինքնաթիռներ, 3 Ռաֆալ ինքնաթիռներ է կորցրել Հնդկաստանը, 1 Mirage ինքնաթիռներ, MiG-29 եւ Su-30 ինքնաթիռ է կորցրել, չգիտեմ ինչի այս ամենը այսպես ստացվել, կարծում եմ այստեղ եւս շատ կարեւոր մասնակցություն են ունեցել թուրքական դրոնները եւ Թուրքիայի մասնակցությունը եւս այստեղ երևում է, բայց կարծում եմ, որ արդեն իսկ Հնդկաստանը հաշվի է առել այդ ամենը եւ երեկվա աննախադեպ մեծ դրոնային հարձակումը Պակիստանի կողմից կարողացել է հիմնականում չեզոքացնել, նույնիսկ վիդեոկադրերը կա, թե ինչպես մեծ հաջողությամբ Հնդկաստանը կարողանում է օդում խոցել այդ Պակիստանի դրոնները։ Պակիստանի հիմա հնարավոր է նաև թուրքական այդ բայրակտարները լինեն, ինչու՞ չէ, բայց շատ մեծ հաջողությամբ եւ ճշգրտությամբ
Հնդկաստանը կարողանում է խոցել պակիստանյան այդ դրոները։ Եվ կարևոր է նշել, որ Հնդկաստանի պաշտպանության նախարարն էլ հայտարարել է, որ Սինդուր գործողությունը դեռևս չի ավարտվել եւ նոր հարվածներ պետք է սպասեն պակիստանցիները, այսինքն այդ տերորիստական խմբերը, եւ այդ գործողությունը դեռևս շարունակվում է։ Եվ մեկ այլ աղբյուր տեղեկացնում է, որ 3 գիշերը Իսլամաբադում, Պակիստանի մայրաքաղաքում այդ սիրենաներն են հնչել, այսինքն ազդանշաններով փորձել են ժողովրդին տեղեկացնել, որ հարձակում կա եւ Հնդկաստանի օդուժը կրկին խոցել է կարևոր իրախներ, ավիահարվածներ է կարևոր հասցրել Պակիստանի տարածքին, ինչպես նաեւ այդ գործողության ժամանակ օգտագործել են անօդաչու թռչող սարքեր։ Հիմնականում սա է Հնդկաստանի եւ Պակիստանի միջև այս պատերազմական գործողություններից կարևոր է այստեղ նշել, որ մեկ նաեւ հրետանի աշխատում կրակոցներ կան նաեւ Պակիստանի եւ Հնդկաստանի միջև եւ այդ ավիահարվածները անօդաչու թռչող սարքերի աշխատանքը, ինչպես նաեւ հրթիռային հարվածները դառնում են ամեն օրվա պրակտիկա, ուղղակի որոշ ժամկետ է, որքան հասկանում եմ, այդ ամենը սկսվում է, արագ ավարտվում է, հետո էլի ժամեր անց կրկին վերսկսվում են տարբեր տեսակի հարձակումներ։ Դրանք այս պահի դրությամբ հիմնականում օդային եւ հրթիռային հարվածներ են մեծ լուրջ ռազմական գործողությունների մասին գետնի վրա այս պահի դրությամբ ամենայն դեպս խոսք չկա, բայց իրավիճակը, որքան ես հասկանում եմ, գնում է դեպի լարվածություն։ Այս պահի դրությամբ այսքանը, սիրելի հայրենակիցներ, կրկին հիշեցնեմ լայքերի համար, բաժանորդագրվեք, եթե մինչև հիմա չեք բաժանորդագրվել մեր ալիքին, հաջողություն, կհանդիպենք։